Այսօր կպատրաստենք ժինգյալով հաց, որի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է խմոր և կանաչիների տեսականի։ Խմորը պատրաստելու համար մեզ հարկավոր է ալյուր։ Խմորը պատրաստելուց կարող եք շատ չպատրաստել, չբավականացնելու դեպքում նորից պատրաստել, քանի որ այն իրենից բարդ խմոր չի ներկայացնում և շատ հեշտ է պատրաստելը։ Սկզբի համար կարող ենք վերցնել 1 կգ ալյուր, որին կավելացնենք կես լիտր ջուր և 1 գդալ աղ։ Այն սովորական խմոր է, որը նաև օգտագործում են պիլմեններ պատրաստելու ժամանակ, կարող եք նաև մի փոքր դրոժ ավելացնել ըստ ճաշակի արդեն։ Եվ այս ամենը լավ խառնում ենք, մինչև ստանանք խմոր։ Խմորը պատրաստելուց հետո այն կբաժանենք մոտավոր 80-ից 100 գրամ գնդերի, կթողենք, որպեսզի այն մի փոքր հանգստանա, որից հետո կանցնենք պատրաստմանը։ Ժինգյալով հացի մեջ օգտագործվող կանաչիները մի քանի տեսակ են, որոնք ցույց կտամ տեսանյութի ընթացքում անվանումներով։ Հիմնականում օգտագործվում են այնպիսի կանաչիներ, որոնք կարող ենք ուտել նաև առանց եփելու։ Օրինակ մառոլ, կանաչ սող։ Քանի որ եփելու ժամանակ, երկար ժամանակ չի հատկացվում եփելու պրոցեսին, հետևաբար այնպիսի կանաչիներ պետք է վերցնենք, որոնք գրեթե առանց եփելու կարելի է ուտել։ Խոսքով, եթե բոլոր կանաչիները չլինեն ձեռքի տակ, կարող եք օգտագործել այն, ինչ կա, և պատրաստել այդ կանաչիների տեսականիներով։ Ալյուրի տեսակից ելնելով կարող են ջրի քանակը տարբերվել, պինդ լինելու դեպքում կարող եք մի փոքր ավելացնել։ Մի խոսքով ստանում ենք փափուկ խմոր։
Խմորը պատրաստ լինելուց հետո արդեն այն բաժանում ենք ավելի մանր գնդերի 80-ից 100 գրամ քաշերով։ Կաղեք կշռելով, կաղեք աչքաչափով, ոնց հարմար է։ Մոտավոր ստանում ենք այս չափի գնդեր։ Մի խոսքով պատրաստում ենք գնդեր, որից հետո կթողենք մի քանի րոպե խմորը հանգստանա, խմորների հանգստանալու ընթացքում կարող ենք արդեն անցնել պատրաստման մյուս փուլին։ Այս փուլում մանր պետք է կտրատենք բոլոր կանաչիների տեսականիները, ինչքան հնարավոր է մանր, որից հետո այդ բոլոր կանաչիները պետք է խառնենք մի լավ իրար, որպեսզի այն հավասար բաշխվի արդեն մեր ժենգյալով հացերի մեջ։ Բոլոր կանաչիները առանձին մանր կտրատում ենք, որից հետո խառնում ենք մի լավ իրար, որից հետո առանձնացնում ենք ինչ-որ տարայի մեջ, որից հետո ընդհանուրից առանձնացված կանաչիների վրա լցնում ենք մեկ սուրճի բաժակ բուսայուղ, վրան ավելացնում ենք սև պղպեղ և աղ ըստ ճաշակի։ Որպեսզի բոլոր ժենգյալով հացի միջուկները ունենան նույն համը, ես օգտագործել եմ 3,5-ից 4 լիտր ծավալով տարա և որի մեջ լցրել եմ ամբողջությամբ մանր կտրատված կանաչիները և ամեն անգամ լցնում եմ այս նույն չափաբաժնով համեմունքներ, որից հետո այս ամենը մի լավ խառնում ենք, որպեսզի համեմունքները լավ խառնվեն ընդհանուր կանաչիներին։ Լավ խառնելուց հետո արդեն անցնում ենք պատրաստման պրոցեսին։ Պատրաստում ենք 80-ից 100 գրամանոց գնդեր, թողում ենք փոքր հանգստանա, որից հետո այն բացում ենք լավաշի նման կրտնակով։
Այսպես բացում ենք խմորը, որից հետո լցնում ենք կանաչիները, որից հետո հավասարաչափ տարածում ենք խմորի վրա, որից հետո պարկի նման փակում ենք խմորը։ Որից հետո սեղում ենք կենտրոնից, որպեսզի խմորը լավ կպնի, շրջում ենք և տափակացնում ենք մեր խմորը ու կանաչիները հետ միասին։ Որից հետո, որպեսզի հեշտ տեղափոխենք թավայի վրա, ծալում ենք այսպես և տեղափոխում ենք թավայի վրա։ Որպեսզի հացերը լինեն մեծ, կարող եք օգտագործել այսպիսի մեծ երկաթ, որ ունի 1 սանտիմետր մոտավոր հաստություն, այն ծառայում է որպես թավա։ Չունենալու դեպքում կարող եք պատրաստել սովորական թավայի մեջ, իհարկե այդ դեպքում կստանանք հացերը ավելի փոքր։ Այժմ պատրաստի հացը ու խմորը տեղափոխենք թավայի վրա։ Որպեսզի հավասար եփի, որոշ ժամանակ անց կպտտենք այսպես տեղերով, եթե մի կողմ ուժեղ է կրակի, մյուս կողմը թույլ,